Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ տեղական գործակալները եւ նրանց արտասահմանյան հովանավորները փորձում են համեմատել եւ հակադրել Վրաստանը Հայաստանին։ Սակայն նրանց մոտ ոչինչ չի ստացվի։ Մի եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյա հայտարարել է, որ Հայաստանը կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ կապող ամենակարճ ճանապարհն է։ Պարզվում է լճացմանը զուգահեռ եվրոպացիները նաև աշխարհագրությունն են վատ հասկանում։ Կոբախիձեն հավաստիացրել է, որ Թբիլիսին լիովին աջակցում է բարեկամ Հայաստանին եւ հայ ժողովրդին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի վարչապետին, որը յուրահատուկ վերաբերմունք ունի Վրաստանի նկատմամբ։ Նա նույնիսկ ասել է, որ անհնար է խոսել Հայաստանի եվրաինտեգրման մասին առանց Վրաստանի։ Վրաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1701-ի շրջանակում նախատեսվում են մեծ թվով միջոցառումներ, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Իմեդի լայվ հեռուստածրագրի եթերում նա նշել է, որ միջոցառումներ կանցկացվեն ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում վրացական դեսպանատներում եւ վրացական սփյուռքի ակտիվ մասնակցությամբ։ Կոբախիձեի խոսքով ծրագիրը կներառի գիտական կոնֆերանսներ, արշավախմբեր, մշակութային նախաձեռնություններ եւ այլ միջոցառումներ, որոնց կմասնակցեն տարբեր սերունդների եւ սոցիալական խմբերի ներկայացուցիչներ։ Վրաստանի վարչապետը նշել է, որ կազմակերպչական հանձնաժողովն արդեն ավարտում է միջոցառումների ծրագրի նախապատրաստումը եւ առաջիկայում հանրությանը մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի։ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալբա Պապուաշվիլին կոչ է արել Բրյուսելի պաշտոնյաներին լուրջ մոտեցում ցուցաբերել Եվրամիությունում մարդու իրավունքների իրավիճակին։ Մեկնաբանելով Կոպենհագենում բողոքի ցույցի ցրումը նա նշել է, որ սա բացառություն չէ։ Նույն իրավիճակը կարելի է տեսնել Բեռլինում, Փարիզում եւ այլ մայրաքաղաքներում։ Պապուաշվիլիի խոսքով Եվրամիությունում մարդու իրավունքների վիճակն օրեցօր թարանում է։ Սա ներառում է նաեւ խոսքի ազատությունը։ Վրաստանի խորհրդարանի խոսնակը նաեւ նշել է, որ Դանիան մարդու իրավունքների խախտումների երկար պատմություն ունի։ Ցավալի է, երբ նման երկրների ներկայացուցիչները հետո ուրիշների հետ խոսում են ինչ-որ չափանիշների մասին։ Ի վերջո մենք պետք է ազատվենք այն բարդություններից, որոնք տարիներ շարունակ պարտադրվել են վրաց ժողովրդին, որ մենք երկրորդ կարգի դեռևս չզարգացած ազգ ենք, որ Դանիան կամ Գերմանիան պետք է մեզ սովորեցնեն ճիշտ ապրելակերպը։ Մենք ինքներս բոլորին կսովորեցնենք եվրոպականության եւ մարդու իրավունքների իմաստը։ Հիշեցնենք, որ մայիսի 14-ին դանիական Մայերսկ ընկերության գրասենյակի դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները մեղադրել էին ընկերությանը Իսրայելին զենք մատակարարելու համար։ Ոստիկանները ուժ էին կիրառել ցույցը ցրելու համար, օգտագործելով մահակներ եւ շներ։ Հայաստանի եւ Թուրքիայի հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև Տկեն Ջրար ՓԲ-ի վարչական շենքում տեղի է ունեցել Սարդարապատի կարգավորիչի շահագործման եւ Ախուրյանի ջրամբարի շահագործման մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ջրային կոմիտեից։ Ողջույնի խոսքով է հանդես եկել Ջրար ՓԲ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների նախագահները հեռախոսազրույց են ունեցել։ Ըստ թուրքական կողմի հաղորդագրության Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Անկարան հանդես է գալիս տարածաշրջանում հրադադարի օգտին եւ կշարունակի աջակցել դիվանագիտական կառուցողական նախաձեռնություններին։ Նա ընդգծել է Լիբանանում էսկալացիան կանխելու անհրաժեշտությունը, հավելել, որ Սիրիայում կայունության հաստատումն էլ նշանակալի նվաճում կլինի ամբողջ տարածաշրջանի համար։ Նախագահները նաեւ քննարկել են Անկարայում ամռանը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Թրամփը հայտնել է, որ շատ լավ հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, նա խիստ մարդ է։ Կարծում եմ Էրդողանն իսկապես մեր դաշնակիցն է, չնայած ոմանք այդ հարցում կասկածներ ունեն։ Լրագրողների հետ զրույցում ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Իրանն ամրապնդել է իր փաստացի վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ, ստեղծելով ռազմական անցակետեր, ներդնելով նավերի ստուգումներ, հատուկ դիվանագիտական արձանագրություններ եւ որոշ դեպքերում վճարներ անվտանգ անցում ապահովելու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը հղում կատարելով 20 աղբյուրի, այդ թվում Ասիայի եւ Եվրոպայի բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ Իրանի եւ Իրաքի պաշտոնատար անձանց։ Ըստ գործակալության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը կենտրոնական դեր է խաղում տարանցման նոր համակարգում։ Անցման հարցում
հարցում նախապատվություն է տրվում այն նավերին, որոնք կապված են այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը եւ Ռուսաստանը, մինչդեռ մյուս նավերի համար կարող են պահանջել միջկառավարական համաձայնագրեր կամ վճարներ անցնելու համար։ Նավագնացության ոլորտում եվրոպական երկու աղբյուրի համաձայն որոշ նավեր, որոնք ընդգրկված չեն միջկառավարական գործարքներում, Իրանի իշխանություններին վճարում են ավելի քան $150,000 Հորմուզի նեղուցով անվտանգ անցման համար։ Նավերից երբեմն գանձվում են անվտանգության եւ նավիգացիայի վճարներ, որոնց չափը տատանվում է կախված բեռից։ Այդ մասին հայտնել է իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյա, հավելելով, որ այդ վճարները չեն տարածվում բոլոր երկրների վրա։ Միացյալ Նահանգներն ու Իրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ են փոխանակել առաջարկվող հրադադարի փաստաթղթի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայեին։ Իրանի 14 կետի սկզբնական տեքստի հիման վրա մի քանի անգամ հաղորդագրությունների փոխանակում է իրականացվել։ Մենք ստացել ենք ամերիկյան կողմի տեսակետը եւ ուսումնասիրում ենք այն։ Բաղային այս հայտարարությունն արել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվիի Իրան այցի ընթացքում։ Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին այցելել է Թեհրան իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ Հիշեցնենք, որ Պակիստանը հանդես է գալիս որպես հակամարտության միջնորդ եւ ապրիլի 11-ից 12-ը հյուրընկալել էր Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չէին հասել։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում եւ բանակցել եւ կռվել։ Նախկին արտաքին գործերի նախարարներ Քամալ Խարազիի եւ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հիշատակին նվիրված արարողության ժամանակ ելույթ ունենալով Արաղչին ասել է, որ Իրանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ջանքերը կշարունակվեն ռազմական հրամանատարների հետ սերտ համակարգմամբ։ Մենք մեր առաքելությունը չենք առանձնացնում մյուսների առաքելությունից։ Որտեղ անհրաժեշտ է կռվել, մենք կկռվենք, որտեղ անհրաժեշտ է բանակցել, կբանակցենք։ Պետության կողմից յուրաքանչյուր անձի առջև դրված խնդիրն է լինել ամբողջովին ներդաշնակ պետության նպատակների հետ։ Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունները գտնվում են վերջնական փուլում, միաժամանակ զգուշացնելով հետագա հարձակումների մասին, եթե Իրանը չհամաձայնի գործարքի։ Ավելի ուշ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է մի քանի օր սպասել Իրանի ճիշտ պատասխանին։ Էմանուել Մակրոնը զրուցել է Իլհամ Ալիևի հետ։ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի նախագահները մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, դրանց զարգացման հեռանկարի, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։ Անդրադարձ է եղել տարածաշրջանային եւ համաշխարհային զարգացումներին։ Էմանուել Մակրոնն X-ի էջում գրել է, որ վերահաստատել է Փարիզի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Ֆրանսիայի նախագահն ընդգծել է այդ ուղղությամբ շարունակական առաջընթացի կարեւորությունը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության քաղաքական տնօրեն եւ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Օլաֆ Սկուգի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են Ադրբեջանի ու Եվրամիության միջև հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցությանն էներգետիկ անվտանգության, տրանսպորտի եւ կանաչ էներգիայի ոլորտներում։ Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, քննարկվել են վերականգնվող նախագծերը էներգիայի, էներգաարդյունավետության եւ էլեկտրաէներգիայի արտահանման ոլորտներում։ Կողմերն անդրադարձել են նաեւ տրանսպորտային միջանցքների զարգացմանը, Ադրբեջանի ու Եվրամիության միջև նոր համակարգի եւ գործընկերության առաջնահերթություններ փաստաթղթի շուրջ բանակցություններին։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ եւ ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարի տեղակալ եւ ռազմաօդային ուժերի հրամանատարը եւ նախարարության այլ պաշտոնյաներ այցելել են Թուրքիա, մասնակցելու EFES 2026 բազմազգ համատեղ զորավարժությունների ընթացքում անցկացվող բարձրաստիճան դիտորդի օրվան։ Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, իսկ ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը իր գործընկեր բանակի գեներալ Սելջուկ Բայրակթար Օղլուի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական եւ ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը եւ հեռանկարները, նաեւ ընդգծվել է երկու երկրներում իրականացվող համատեղ նախագծերի եւ զորավարժությունների կարեւորությունը, ասված է հայտարարության մեջ։ Այսի շրջանակում պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կմասնակցեն EFES 2026 բազմազգ համատեղ զորավարժությունների բարձրաստիճան դիտորդի օրվա ցերեկային եւ գիշերային մասերին, որոնց մասնակցում են ադրբեջանական բանակի զինծառայողներ եւ 50 երկրից ժամանած
ունենաց ընդհանուր առմամբ 10300 զինծառայող։ Մարոթ Արվերդյան, հարևաններ։